Սիրելի հեռուստատողներ, լուրերի ժամը շարունակվում է եւ այս պահին արդեն մեր տաղավարում հյուրընկալել ենք Սարգիս Մինասյանին, ում հետ խոսելու ենք կյանքի ապահովագրության վերջին նորությունների մասին։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ յուրաքանչյուր երկուշաբթի օր երեկոյան 6:39 US Armenia ուղիղ եթերում կարող եք հետևել Սարգիս Մինասյանի հաղորդումներին եւ հնարավորություն ունեք այդ հաղորդումների ընթացքում զանգահարել եւ բարձրաձայնել ձեզ հուզող հարցերը եւ որ ամենակարևորն է շաբաթը 7 օր Սարգիսը սիրով կօգնի ձեզ ձեռք բերել կյանքի ապահովագրություն լավագույն պայմաններով եւ լավագույն արժեքներով։ Բարև ձեզ, շնորհակալություն մեր տաղավարում հյուրընկալվելու համար, սա այս տարվա մեր առաջին հաղորդումն է, խնդրեմ մեր հեռուստատողների հետ կիսվեք ինչ լավ նորություններ ունեք կյանքի ապահովագրության բնագավառում։ Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, ուզում եմ այս առիթը օգտագործեմ, բոլորի նոր տարին շնորհավորեմ, երբ Սուրբ Ծնունդը մեր հայ ազգին եւ թող այս տարի մեր ազգը լինի ֆինանսապես ամուր եւ բոլոր ընտանիքները մարդկանց ասում, որ ազգը հարստանալու նախապայմանը ընտանիքների հարստությունն է եւ այս տարի թող նոր տարի լինի, նոր սկզբների տարի լինի եւ ամենայն բարիքը մեր ազգին։ Շնորհակալություն։ Եկեք սկսենք Covered California-ի նորություններով, ինչ նորություններ կան առողջապահական ապահովագրության բնագավառում։ Ինչպես գիտենք բոլորս, որ հունվարի 31-ը մեր Covered California-ի Open Enrollment-ի վերջի օրն է, դրանից հետո չեք կարող գրվել, եթե կյանքի ինչ-որ փոփոխություն չի կատարվել, եւ 31-ից մինչեւ մարդկանց ասում եմ մինչեւ 31-ը վերջի օրը մի հասցրեք, որովհետեւ առաջինը անցած անգամ եղավ վեբսայթները խնդրեմ տվեցին եւ մարդիկ կային ձեռքով պետքա ստիպված գրեին եւ ավելի ցկվեց այդ արարողությունները, բացի այդ շատ փոփոխություններ եղել Covered California-ի եկամուտների բարձրացումը, Բայդենը որ օգտագործեց որ Silver Plan-ների մեջ պլաններ կան որ deductible չունեն եւ ավելի էժան են քան թե Platinum-ը, անձնավորություններ կան որ առանց մտածելու, առանց ուշադրություն դարձնելու իրենք enrollment են անում մյուս ծրագրերի մեջ, բայց եթե զանգահարեք ինձ, ես ձեզ կօգնեմ, միգուցե ավելի լավ պլաններ կլինի եւ բոլորին հայտնի չի որ deductible-ները մարդկանց բարձրացրել են պատասխանատվությունը որ կար, պլաններ կա որ 2500-ից դարձել են 4700, գները մի քիչ էժանացել է, բայց եթե դեպքը պատահեց բժշկին գնալու համար առաջի $4750 դուք պետքա ծախսեք, ինչի իզուր տեղը համ ավել վճարեք, համ պլանները ավելի վատ պլաններ լինեն։ Դրա համար զանգահարեք ինձ, ես ձեզ կօգնեմ այս տարի փող հավաքելու եւ փող սեյվ անելու տարի թող լինի։ Շնորհակալություն խոսելով փող հավաքելու եւ փող սեյվ անելու մասին, եկեք մի փոքր ֆինանսական նորություններով կիսվենք մեր հեռուստատողների հետ, ինչ հիմնական խորհուրդներ կտաք այս ընթացքում ֆինանսական խնայողությունները ավելի ավելացնելու եւ նաեւ հարկերի հաշման ժամանակահատվածն է, ինչ նորություններ կան։ Առաջինը մարդկանց ասում որ եթե նոր տարվա որոշումները որ կայացնում են այս տարվա գոլերը որ եղավ, չէ, ծխելը թարգելն է, նիհարելն է, չգիտեմ ուրիշ բաներ, ավելի լավ է սկսեք գրելը, քան թե որտեվ ժամանակի ընթացքում սկսում են մոռանալ մարդիկ, բայց գրելով արդեն ավելի հեշտ է լինում, բացի գրելուց հետո առաջինը զանգահարեք ինձ, որովհետև այս տարին գրելու որ ֆինանսական մի քանի նախապայմաններ կա, եթե ուզում ես ֆինանսապես ապահով լինես, առաջինը մարդկանց թոշակների մասին է, որտեվ ապրիլի 15-ը մինչև 22 թվականի այդ եկամուտահարկերի իջացնելու ցածրացնելու ձևը որ կա մինչև ապրիլի 15-ն է, ինչպես միշտ հրայերին խորախոսում եմ որ վերջի օրով չթողեն ապրիլի 14-ին, հետո գան ասեն գիտես ինչ կա, չենք հասցնում կամ ես իմ ինչ, դրա համար ինչքան հնարավոր է ավելի շուտ գրվել, $6000 եթե 50 տարեկանից ցածր եք կարող եք դնել ձեր թոշակի ֆոնդերի վրա, ասենք աշխատել եք 56000, 6000 որ դնում եք ձեր թոշակի ֆոնդի վրա, պետությանը ցույց եք տալու որ աշխատել եք 50000 եւ եկամտահարկը լինում է 50000-ի վրա, ինչպես գիտեք Միացյալ Նահանգներում 9 սենտը որ կա, սենտի 99-րդ մասն է որ կա, կարող եթե 6000-ը դնեք կամ կարևոր չի 6000, կարող եք $100-ից սկսել, թեկուզ այդ $100 դնեք, կարող է tax bracket-ը 22%-ից իջնի 20% կամ 37-ից կամ 34-ից ավելի ցածրանա, համ քիչ tax եք տալի, համ ավելի ձեր համար թոշակի ֆոնդին փող է լինում։ Ես միշտ մարդկանց ասում եմ այն ի տարբերություն ուրիշ էջենտների, ես չեմ նայում որ մարդը վաղը կմահանա, ես մտածում եմ եթե 100 տարի ապրի ինչ է լինելու։ Եվ բոլորս գիտենք, որ Social Security-ն առաջինը, որ 62-ից դարձրեցին 67 տարեկան,
եւ ամենահետաքրքիրն է, որ մարդկանց ասում որտեղ ինձ ծնվել, իրանք տարեթիվ որ ասում այո կարող է թոշակի ֆոնդին գնաց 66 տարեկան 10 ամսեկանում, մարդիկ զարմացած ասում ոնց է 10 ամսեկանում կամ 4 ամսեկը 66 տարեկան 4 ամսեկանում, ասում այո, պետությունը Social Security-ն այդտենց է հիմնադրել։ Հիմա տարեվեթերերով արդեն ամսեկաններով են գնում, որովհետև առաջինը փող են խնայում, պատկերացրեք այդ տարին բոլորին 66 լինի, ավելի լավ է 66 տարեկան, 4 ամսեկան, 10 ամսեկան, չգիտեմ ուրիշ 11 ամսեկանից նոր գումարը ստանան։ Բացի այդ էլ Social Security հիմա բարձրացրեցին 8%-ով թոշակի ֆոնդերը, բայց inflation-ը փողի արժեքազրկումը արդեն 10% է հասնում եւ ավելի քիչ են իրանք փող են կորցնում, ֆիզիկապես փող ունեն, բայց փողը չի հնարավորություն չունի ինչ-որ գնումներ կատարելու, դրա համար եթե դուք ձեր համար թոշակի ֆոնդ չեք բացում, դուք ձեր համար մի կողմի վրա գումար չեք դնում, ձեր հույսները դնում եք Social Security-ի վրա եւ այն ժամանակ, որ մենք արդեն կսկսենք գումար ստանալ, Աստված գիտի ինչքան կլինի, կամ այս գների բարձրացում փողի արժեքազրկմանից ինչ կլինի։ Դրա համար դուք ձեր ունեցեք, ձեր համար դրեք։ Մարդիկ կա, որ 401k պլաններ ունեն, կարող եմ ասել անցած տարի շատ անձնավորություններ կան, անձնավորությունների 97%-ը մեջիկ դրած գումարները կորցնում էին, actually չեն ոչ թե ֆիզիկապես կորցնում են, այլ 1 կամ 2% են աշխատում, 2% աշխատում են, փողի արժեքազրկումը 10% է, իրանք 8% գումարից կորցնում են։ Դրա համար ավելի ուշադիր եղեք եւ տեսնենք ինչա կատարում։ Բացի այդ stock market-ի մեջ է դրած, հիմա ինչպես բոլորս գիտենք, stock market-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ բարձր ցածրանում է եւ չգիտենք ինչա կատարվելու, որ ուղղությամբ կգնա, պատերազմը Ուկրաինայում կշարունակվի, կվերջանա, փողի տպելը ինչ կլինի, այդ հարցերը որ լինում ավելի լավ է դուք բախտիկը մահեք ջուկին ձեր թոշակները չդնեք, ձեր ապական չդնեք, դուք վերցնեք ձեր ապական ձեր ձեռքը, դուք որոշումները կայացնեք, իմանաք փող եք աշխատում եւ ինչքան եք աշխատում։ Շնորհակալություն։ Մենք հաճախ խոսում ենք կյանքի ապահովագրության ձեռքբերման կարևորության մասին եւ այս տարի նոր տարի է սկսվում եւ խնդրեմ մեր հեռուստատողներին բացատրեք որքանով կարևոր է լինելու ձեռքբերել կյանքի ապահովագրություն եւ որքան հնարավոր է ավելի վաղ ձեռքբերել, որպեսզի այդ գնային տատարումներից եւ ինչպես տեսնում ենք տարեց տարի գները նաեւ ապահովագրության գներն են բարձրանում այդ ամենից խուսափելու համար։ Շատ հետաքրքիր հարց է, որովհետև ապրիլին կդառնա իմ 25 տարին այս գործունեության մեջ եւ միշտ կարամ ասեմ հազարավոր անձնավորություններ եկել են կյանքի ապահովագրությունը գրվել են եւ հազարավոր մարդիկ եղել են, որ չեմ վերցնում կյանքի ապահովագրություն, որովհետև եթե ես մեռնեմ, չեմ ուզում իմ ընտանիքը հարստանա եւ իմ համար շատ տարօրինակ էր ոնց կարա մարդը վերցնի երեխաների կենացը խմի եւ 5 րոպե հետո ասի չեմ ուզում ես որ մեռամ իմ երեխեքս հարստանան կամ ավելի վատ վիճակում որ պարտքերի մեջ ընկնել հուարկորության համար այդ ինքնասիրությունը որ կա դրա բացառություն էր հետո անցած օրը ես մի հատ փորձ կարդացի եւ պատասխանը շատ պարզ դարձավ Փորձառությունը սենց էր 5 հատ կապիկի գցել էին վանդակի, դրել էին վանդակի մեջ, աստիճաններին դրել եւ աստիճանների վերևը բանան կար։ Եթե կապիկներից մեկը աստիճաններով սկսում էր բարձրանալը, միշտ 4 կապիկին սկսում է սառը ջրով թրջելը։ Եվ պատժամիջոց էր դառը։ Մեկ շաբաթ հետո այդ կապիկները արդեն մեկը մյուսին չէր թողում աստիճանները բարձրանալ, որովհետեւ չէին ուզում թրջվեին։ Իրանք սկսեցին իրար հսկելը։ Եվ հետո արդեն շաբաթը մեկ կապիկներին փոխեցին եւ մի ամիս հետո արդեն 5 նոր կապիկները որ կային չէին թրջվում, չգիտեին ինչա կատարվում, բայց մեկը մյուսին օտոմատիկլի չէին թողում աստիճանները բարձրանա, որովհետեւ այդ social բանը որ կար, տենց էր փորձը, որ եթե ինչ-որ մեկը բարձրանում աստիճանները, պետքա չթողես, բայց իրանք չգիտեին ինչի համար, ում համար։ Ես հիմա որ հետ եմ նայում սովետական միության տարիներին Ստալինի ժամանակից այդ կուլակատապությունը որ եղավ հարուստներին բռնեցին սաղ սպանեցին եւ 70 տարի ոչ մեկին չէին թողում հարստանա որովհետեւ ինչ որ մեկ եթե հարստանում էր զանգում էին KGB կամ բողոք էին գրում որ հարստացել է եւ պատժում էին մահից մինչեւ չգիտեմ ԱՑՄ բանտարկություն Եվ թեկուզ 30 տարի արդեն սովետական միությունը գոյություն չունի, բայց այդ մարդկանց մտածելակերպը որ կա, մենք ազգով որ մտածում ենք հարուստ լինելը վատ բան է, եւ ոչ թե մենք չենք հարստանում, այլ չենք թողում մեր երեխաները կամ թոռները նույնիսկ հարստանան, եկեք էդի
թողենք 2022 թվականի մեջ եւ արդեն սկսենք ազգովի ընտանիքներով հարստանալ։ Մի հանգստացեք, եթե կյանքի ապահովագրություն վերցնում եք, առաջինը մարդիկ որ մտածում են որ հետը վերցնեն հենց վաղը, եթե այսօր գնեն, վաղը կմահանան, որը տենց էր հիմա մեքենայի ապահովագրությունները պետք է բոլորի մեքենաները թոթալ լիներ։ So դրա համար շատ տարբերություն կա։ Եկեք արդեն այս տարվանից այդ մտածելակերպ այդ կապիկությունը որ կատակով ասում եմ, փոխենք, հարստանալը լավ բան է, որովհետև եթե գումար չունենաս, ոչ մեկին չես օգնի։ Եվ այսօր պարզ ամենահասարակ օրինակը, որ 120,000 մեր հայրենակիցներ շրջապատման մեջ են, եւ գումար չլինելու պատճառով չեն կարողանում իրանց օգնել։ Եթե մեր ազգը հարուստ լիներ, կարանք չգիտեմ գնանք Պուտինին ում մի բիլիոն տայինք, ասենք Ղարաբաղը մերն է։ So այդ շատ հարցեր կա, որ ինչպես ասի պետության հարստությունը, ազգի հարստությունը ընտանիքներից հարստությունից է կախված։ Եկեք այս տարի սկսենք արդեն քայլեր կատարել, ընտանիքներով հարստանանք, որ թեկուզ թոշակի ֆոնդն է, թեկուզ կյանքի ապահովագրությունն է, թեկուզ, չգիտեմ, disability անաշխատունակության ապահովագրությունը որ կա, այս տարվա համար պլանների մեջ կատարեք, որ ամենաառաջինը մարդկանց ասում եմ, ձեր աշխատավարձը ապահովագրեք, որովհետև եթե հիվանդացաք, գոնի 70%-ը ձեր աշխատավարձի ապահովագրական ընկերություններից կստանաք։ Այսօրվա դրությամբ ֆինանսական նենց վիճակի մեջ ենք մենք, որ մեկս մյուսին չեն կարող օգնել։ So հույսը դնելով ինչ որ մեկից պարտքոփող վերցնես միջև վերադառնաս աշխատանքի, ավելի լավ ապահովագրությանը ամսական մի $100 վճարես, եթե մի բան եղավ աշխատավարձի 70%-ը կստանաս եւ ոչ մեկին վիզ ծռելու կարիք չի լինի, դա համար առաջինն է լինում, համար երկրորդը թոշակի ֆոնդերն է լինում, որ 65 դարար կամ 62 տարեկանից որ SSI է ստանում եւ SSI-ին պետք է ռեպորտ անես գնացել ես Հայաստան կամ գնացել ես ուրիշ քաղաք կամ չեմ մտածում մեքենա նորմալ մեքենա չես կարող քշես որովհետեւ ֆինանսական լիմիտներ ունի, ավելի լավ է դրա տեղը ունենաս թոշակի ֆոնդ, ամսական մի 5,000 կամ 10,000 գումար ստանաս եւ ոչ մեկի վրա հույս չդնես։ So դա երկրորդն է, երրորդն էլ կյանքի ապահովագրությունը, որ ասում եմ նորությունները կա եւ բոլոր իմ ներկայացրած ապահովագրական ընկերությունները ունեն living benefit-ներ, որ բացի կյանքի ապահովագրությունից, եթե մարդը մահացավ, անձնավորությունը մահացավ, առաջին ընտանիքը homeless չի դառնա կամ չի գնա ուրիշներից վիզ թեկի ինչա որ թաղման փող հավաքեն։ Երկրորդն է, եթե իրանք հիվանդացան եւ ոչ թե մահացան, կարան իրանք կյանքի ապահովագրությունից օգտվեն, կոչվում է living benefit-ներ, մի քանի մասից է բաղկացած, կա chronic illness-ը, եթե կյանքի գործողություններից, առօրյա գործողություններից 6-ից 2-ը չես կարող կատարես, ապա 2%-ը կստանաս, եթե ունես 1 միլիոն կամ 500,000, եթե ունես $10,000 ամսական հնարավորություն ունես ինչ-որ մեկին հայր անելու, որ քեզ խնամի միջև եթե առողջացար վերադարձար աշխատանքի, դա պետք չէ գումարը հետ տաս։ Երկրորդ ձևը որ կա, եթե կյանսեր, հարտատակ, ստրոկ, ինչ-որ բան կյանքը կարճացնում է, այդ ժամանակ կարող ես միջև 93%-ը փալասի վերցնես։ Եթե 1 միլիոն ունես, 930,000-ը վերցնում ես, այդ կյանքի ապահովագրություն չես ունենում, բայց 930,000-ը վերցնելով առաջինը բժիշկների որակն է լավելնում կամ եթե ուզում ես երկրից գնաս ուրիշ տեղ բուժվելու հնարավորություն ես ունենում ավելի լավ է լինում, որտեղ 1 միլիոն անգամ չանսերը որ դու կբուժվես շատանում է։ Երրորդը accelerated benefit-ն է, եթե 1 տարվանից քիչ կյանք ունես, այդ ժամանակ արդեն միջև 50%-ը կամ 250,000 կարաս վերցնես։ So եթե մարդիկ ցանկություն ունեն, չգիտեմ, գնան վերջի անգամ Հայաստանը տեսնեն կամ գնան Էֆելյան աշտարակը տեսնեն, դա հնարավորություն է տալիս այդ վերջին ցանկությունները կատարվելու։ So իրանց ձեռն է, մեր ձեռն է, այս տարի մենք ոնց կանենք, ինչ կանենք, բայց բացի այդ գրառումները որ լինում է, մարդկանց միշտ խրախուսում եմ զանգարեն ինձ, որովհետև շատ ժամանակ մարդիկ չգիտեն ոնց անեն, ուզում են անեն, բայց չգիտեն ոնց անեն, եւ մի քանի ձևեր կա, որ կա հնարավորություն է տալիս դա անելու։ Առաջինը դուք ձեզ պաշտպանեք, ձեր եկամուտը պաշտպանեք, ձեր թոշակի ֆոնդերը պաշտպանեք, որ չգիտեմ $1,000 ամիսը, եթե ուզում եք ապրվեք, եթե ոչ մի բան չեք անում, ուրեմն նշանակում է ուզում եք պետության հույսին $1,000 ապրվեք, եթե չէ, չէ։
Շնորհակալություն, ինչպես միշտ կարևոր եւ օգտակար խորհուրդների համար։ Իսկ ես երեստատողներ եւս մեկ անգամ հիշեցնեմ, եթե ցանկանում եք ձեռք բերել կյանքի ապահովագրություն եւ ինչպես Սարգիսը նշեց, ապահովագրությունը ընձեռում է ձեզ, ձեր ընտանիքի անդամներին, ձեր հարազատներին, ծանոթներին ու բարեկամներին նաեւ կյանքում լավ ապրելու հնարավորություններ ու արտոնություններ, ապա անպայման օգտվեք այդ հնարավորությունից եւ զանգահարեք էկրանի վրա երևացող հեռախոսահամարով։ Այս բնագավառում Սարգիս Մինասյանն ունի ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձ եւ ձեզ կօգնի լավագույն պայմաններով ու արժեքներով ձեռք բերել կյանքի ապահովագրություն եւ որ ամենակարևորն է՝ միշտ լինել ապահովագրված։